հարուստ մարդ մի մինուճար տղա է ունենում, այս տղան շատ շռայլ է լինում, փող ծախսող, քեֆ անող, վատնող, գիշեր ցերեկ անց է կացնում քեֆերում, ընկերների հետ փողը ջրի նման մսխում է։ Հայրը շատ է խրատում, բան դուրս չի գալիս։ Մի օր էլ տղային կանչում է հայրն, ասում. «Որդի, տեսնում եմ, որ դու ծուռ ճանապարհի վրա ես, քանի դեռ փող ունես, ընկերներդ քեզ կճանաչեն ու կհարգեն, էգուց որ փողերդ պրծնի, երեսիդ նայող չի լինի։ Մեկ է, տեսնում եմ, որ քո վերջը մահով է լինելու։ Տես, հրեն առաստաղից մի թոկ եմ կախտվել։ Եթե տեղդ նեղ լինի, ուզենաս կյանքիդ վերջը տալ, կգաս այս թոկով կկախվես»։ Հոր մեռնելուց հետո տղան նրա կարողությունը մի քանի ամսում շռայլում վատնում է։ Մնում դատարկաձեռն, բոլոր ընկերները երես են թեքում, ոչ մի մտերիմ ու հարազատ չի մնում։ Հույսը կտրած այս տղան ուզում է կյանքին վերջ տա։ Միտքն է ընկնում հոր խրատը, գնում է առաստաղից կախված թոկը գցում վիզը, որ կախվի։ Դու մի ասի, այդ թոկը թույլ կապած է լինում առաստաղի գերանից, իսկ դրա տակ էլ պահած է լինում ոսկիներով մի տոպրակ։ Հենց որ տղան քաշում է թոկը, ոսկու տոպրակը բացվում է, ոսկին զրնգալով թափվում է գետնին։ Տղան նոր է հասկանում հոր խրատը և սկսում օրինավոր կյանք վարել։ Այսքանը, բաժանորդագրվեք Արի լսի յութուբյան ալիքին, կհանդիպենք։